Բարև ձեզ, այո, ես էլ եմ նկատել, որ այդ հայտարարությունները մեկնաբանվել են այն կերպ, ինչ կերպ, որ դուք ներկայացրեցիք, եւ միանշանակ կիսում եմ ձեր գնահատականը, այդ մեկնաբանությունները մանիպուլյացիա են եւ որևէ այլ կերպ դրանք անվանել չի կարելի։ Ցավոք սրտի այդ մանիպուլյացիաները դարձել են մեր քաղաքական հասարակական կյանքի ամենաառօրյայի մասը եւ ես առնվազն կանխատեսել կարող եմ, որ առաջիկա 5-6 ամիսներին շարունակելու են լինել այդ կյանքի մասը, եթե ոչ ավելի են աճելու, հիմա մասնավոր դեպքերի մասին երկու, գիտեք, ճաշակի հարցը, իրականում Եվրոպական միության բարձր ներկայացուցիչը աջակցությունը հայտնել Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին, ժողովրդավարական ընտրություններին, ինչը կարծում եմ խնդրարարուցիչի որևէ կերպ միայն ողջունել կարող ենք եւ շնորհակալություն հայտնել, եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարար, ես սովորաբար չեմ ուզում մեկնաբանեմ որևէ երկրի արտաքին գործերի նախարարների դիրքորոշումները, քննարկել կարող եմ մեկնաբանելը չգիտեմ ինչքան վա տեղին, բայց այդ հայտարարությունը կոնկրետ աջակցություն էր Հարավային Կովկասում են խաղաղության գործընթացին, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վարչապետ Փաշինյանի ունեցած դերակատարությանը եւ նաեւ ստացվում է, որ Թուրքիայի դիրքորոշումն է խաղաղության գործընթացի նկատմամբ Թուրքիայի կողմից այդ գործընթացի ողջունելն է, եթե կուզեք նաեւ, չէ՞ որ ամեն ինչ չի շատ ուղիղ բան ասվում, հա, բաներ կա, որ այսպես փաթեթով կամ տողատակիրով եւ նաեւ խրախուսանք ուղված կամ կոչ ուղված Հայաստանին էլ, Ադրբեջանին էլ շարունակել այդ նույն ոգով խաղաղության գործընթացը, հանգեցնել հետագա ինստիտուցիոնալացմանը, հա, այդ գործընթացի։ Այստեղ վատ որևէ բան կա, կարծում եմ, որ ոչ եւ երիցս ոչ ներքին գործերին Հայաստանի միջամտելու փորձ շատ մեծ ցանկության դեպքում էլ դժվար է տեսնել, էլի, բայց ուզում եմ նորից շեշտել, ճաշակի հարցը, ասենք հաշվի առնելով մեր որոշ քաղաքական ընդդիմադիր շրջանակների կամ խմբակների արտաքին քաղաքական ճաշակը նրանց ազդեցության թաքնված կամ անթակույց ազդեցության տակ գտնվող մեդիա ռեսուրսների ըստ այդմ արտաքին քաղաքական ճաշակը կարելի է հասկանալ, էլի, որ երբ որ կարելի է բացատրել գոնե, երբ որ Եվրոպական միություն ասում է ողջունում ենք Հայաստան եւ կաջակցենք Հայաստան ժողովրդավարությանը, ասում են ըհը, երկին գործերի միջամտության փորձ է, երբ որ Թուրքիան ասում է ողջունում ենք խաղաղությունը եւ դրանում վարչապետ Փաշինյանի դեր, ասում են ըհը, ներքին գործերին միջամտության փորձ է, պարզա չէ՞ որ այս ուժերը եւ իրենց տիրապետության տակ գտնվող մեդիա ռեսուրսները ընդհանրապես չեն նկատում այն ճաշակից բխող մյուս կողմից եկող զանազան գնահատականներ եւ ուղերձներ, որոնք այս պարագայում ես կասեի մեծ դժվարությամբ պետքա աչք փակել եւ չհամարել ներքին գործերի միջամտության փորձ։